Տիկին Խաչատրյանն արդեն ընտրություններին այսպես 4 հաշվարկով 3 ամիս մնաց, նախընտրական այդ շրջանը չհաշված, տարբեր ուժեր արդեն դիրքավորվում են կամ առանձին կամ դաշինքի ձևով։ Տիկին Խաչատրյան ուժերի մեծ մասը ասում են, որ մենք բացառում ենք համագործակցությունը ՔՊ-ի հետ եւ որպես նրանց կոալիցիոն գործընկեր այս պայդրությամբ դուք եք դիտարկվում, այսպես ասած ՔՊ-ի հույսը դուք եք ինչ կասեք։ Այդ եթե արդյունքները չբավարարի օգնության հասնելու եք, ինչպես Երևանի ավագան ընտրությունների դեպքում։ Նույն հարցը կարող եք նաև տալ քաղաքացիական պայմանագրին, միգուցե մենք ենք ինչ-որ մեկի հույսը, ոչ միայն իրանց, մենք գնում ենք ընտրությունների բացարձակ վստահությամբ, մասնակցությամբ, լուրջ քվեներ ունենալով եւ այս պահին կոալիցիոն համագործակցություն չենք քննարկում, որովհետեւ դա առնվազն լուրջ չի, դա առնվազն քաղաքական չի, որովհետեւ այն ուժը, որը մասնակցում է ընտրության, պետք է գնա բացարձակ հաղթանակի ձգտումով եւ հետընտրական փուլում կխոսենք հետընտրական փուլում կոալիցիոն գործընկերությունների մասին, ես բազմիցս եմ ասել, նորից կրկնում եմ, վստահաբար ասում եմ նաև Հանրապետություն կուսակցության անունից, մենք բացառում ենք մերձդաշնակա-քոչարյանական որևիցե ուժի հետ համագործակցություն, մնացած ուժերի բոլորի հետ բաց ենք քննարկման կոալիցիոն ցանկացած աշխատանքի process-ի։ Կոալիցիոն ձևաչափի մասին խոսելը անլուրջ է, բայց արդեն տարբեր քաղաքական ուժեր խոսել են, որ կոալիցիա հնարավոր է կազմել ինչ-որ ուժերի հետ։ Այսինքն ուզում եք ասել, որ հիմա նրանք անլուրջ քայլ են։ Դուք նշեցիք տարբեր քաղաքական թիմեր, ես նախ անցած հարցի ընթացքում ասացի, որ դա քաղաքական չէ, խոսել հետընտրական process-ներից։ Հետընտրական process-ներից խոսում են ընտրություններից հետո առնվազն նման խոսացողներին, ես քաղաքական գործիչներ չեմ համարում։ Բայց դուք չեք էլ բացառում։ Այո, չեմ բացառում, ես ասում եմ բացի մերձդաշնակա-քոչարյանական ուժերից, մնացածի հետ ընտրական շրջանում կարող են լինել բանակցություններ։ Տիկին Խաչատրյան, ձեր խոսքի սկզբի հատվածում նշեցիք, որ բարձր ձայների ակնկալիքով, բայց համայնքային ընտրությունները թիմ այսքան ժամանակ ցույց են տվել, որ Հանրապետություն կուսակցությունը այդպես ոչ հուսալի թվեր են պատկեր է եղել, հիմա ինչ սպասումներ ունեք այս ընտրությունում։ Բայց ձեր հարցը առնվազն ծիծաղելի է, որովհետև Հանրապետություն կուսակցությունն ունի համայնքապետեր հաղթած, 50+-ով հաղթած համայնքապետեր, Հանրապետություն կուսակցությունն ունի այն համայնքներում, որում մասնակցել է առհասարակ ընտրությունների, ընդամենը 2 համայնքում է, որ ընտրությունների արդյունքներում չի անցել անցողիկ շեմը, անցել է բոլոր անցողիկ շեմերը, մոտավորապես 2 տասնյակին հասնող համայնքներում, Հանրապետություն կուսակցությունը Երևանում գրանցել է այնպիսի արդյունք, որ այսօր իշխանություն է առնվազն կիսում, Հանրապետություն կուսակցության վաղարշաբաթի ընտրություններում Հանրապետություն կուսակցությունը մասնակցել է ոչ Հանրապետություն կուսակցության թեկնածուով։ Տենց ստացվեց, տենց որոշում եղավ, մենք մասնակցել ենք ոչ Հանրապետություն կուսակցություն բացարձակ։ Գիտեք, դա արդեն հետևություններ անելու եւ հաջորդիվ ընտրություններին մասնակցելու կոնկրետ կուսակցական տեխնացուներով մասնակցելու կարծում եմ սա դաս էր, այսպես ասեմ։ Տիկին Խաչատրյան, քանի որ օրինակ իշխող ուժը այսպիսի սպասելիքներով է գնում, Նիկոլ Փաշինյանը ասում էր մեր նշածողը 65%-ներ։ Այդպես բացարձակ մեծամասնություն այս պայմաններում, քանի որ տեսնում ենք, այսպես արդար խոսենք, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա։ Այդ պատկերը կլինի։ Ես չեմ կարող այլ տեխնացուների, այլ քաղաքական ուժերի տոկոսները եւ իրենց հայտարարությունները մեկնաբանեմ, եթե իրենք գնում են 65%-ի, հաջողություն են մաղթում բոլորին, ով ինչ տոկոսի ձգտում է, այդ թվում մեզ։ Գիտեք, տոկոսներ ասելը առնվազն անլուրջ է, ակնկալիքները մեծ են, ամեն ինչ պատկերն ավելի հստակ կլինի քարոզարշավի, պաշտոնական քարոզարշավի։ Տարբեր օրինակ կուսակցություններ միջև ընտրություններ, այսպես ներքին սոցհարցումներ են անում։ Ես համարում եմ, որ Հանրապետություն կուսակցությունը իր քաղաքական կենսագրությունով, իր առաջնորդի քաղաքական եւ բարոյական կենսագրությունով հստակ գնում է իշխանության այս ընտրություններին։ Ինքն է տեսնում եք խորհրդարան։ Իհարկե տեսնում եմ։ Որպես պատգամավոր թե
Գիտեք, ես իմ անձի շուրջ ասեմ, ես ավելի շատ ամբիոնա, ես գործադիրում ինձ չեմ պատկերացնում։ Այո, կարա եւ տենց լինի։ Ինչ եք անել, օրինակ, Կարա եթե եւ տենց լինի, բայց այս պահին չունեմ որոշում Երևանի քաղաքապետարանի թե ազգային Իսկ ժողովի։ եթե այնպես իրավիճակ ստեղծվի, օրինակ, հա, որ ոչ շահավետ, հա, ոչ, այսպես պետությանը ոչ շահավետ ինչ որ նախագիծ քննարկվի, այնտեղ այդպես դեմ կքվեարկեք կամ կկանխեք, թե ինչպես քաղաքապետարանը մեծ շատ դեպքերում, այսպես Ասում եմ, իմ 10 տարվա գործունեությունը, արդեն 10 տարվան մոտ գործունեությունը Երևանի քաղաքապետարանում ցույց է տվել, որ ես ոչ պետության շահից ելնող նախագծի կողմ չեմ քվեարկել։